Անուշ Պողոսյան, Առողջության իրավունք, իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ։ Ճիշտ ասած, իմ ելույթը էականորեն փոխվեց, հաշվի առնելով, որ չկա հակառակ կողմը եւ թվեր եւ այլ հաստատներ ներկայացնելու եւ կոնստրուկտիվ քննարկելու հնարավորություն չկա, ուստի ելույթ։ Հարգելի նախարար, ինչպես կարելի է ապրել աշխատել 62,000 դրամ աշխատավարձով, մանկաբարձ գինեկոլոգ եմ, ունեմ 35 տարվա աշխատանքային ստաժ։ ԱՀԱ-ից հետո ունեցել եմ աշխատավարձի նվազում։ Հաջորդը։ Տիկին Ավանեսյան, ես մանկաբարձուհի եմ, աշխատում եմ պոլիկլինիկայում, դեռ չեմ ստացել աշխատավարձ։ Պոլիկլինիկայի նեղ մասնագետների եւ բուժքույրերի վարձատրությունը ձեր ասացին չի համապատասխանել։ Մյուսը։ Տիկին Ավանեսյան, ես մանկաբարձուհի եմ, աշխատում եմ պոլիկլինիկայում, ստացել եմ շատ ցածր աշխատավարձ։ Հաջորդը։ Առանց հետել ստանում ենք խայտառակ բժշկի համար աշխատավարձ 135,000 դրամ։ Որոշեցիք, որ դա է շատ, ապահովագրությունը լավ բան է, բայց ոչ բժշկի հաշվին։ Հաջորդը։ Տիկին Ավանեսյան, վերանայեք առաջնային օղակի հատկապես մանկաբարձների վարձատրությունը 55,000 դրամ, այդպիսի գումարով ոնց կարելի է վճարել։ Տիկին Ավանեսյան ջան, ճիշտ է, որ պետական պոլիկլինիկայում աշխատող վիրաբույժը 65 պլյուս պացիենտի ասում է, եթե այս տարի 2 այցա, հետո շատ դժգոհում է ասում, 2 ամիս աշխատավարձ չենք ստացել, հետո էլ ասում է, աշխատավարձից կեսն եմ ստացել, դեղորայքն էլ ասում են չկա, գնա փոխարինողը վերցելով, ակնկալում է ձեր պատասխանը, կանխավ շնորհակալություն, սիրելիներս, բողոքեք, մի բողոքեք այստեղ, այդպես ձեզ աշխատանքից կհեռացնեն։ Սրանք բուժաշխատողների արձագանքներն են, մի մասն են, այն really տակ, որով Անահիտ Ավանեսյանը երեկ որոշ քաղաքական շրջանակների մեղադրում է չստացված ակցիաներ կազմակերպելու եւ հետո լրատվամիջոցների միջոցով տերորի մասին խոսելու մեջ։ Անահիտ Ավանեսյանը հայտարարում է, որ քննարկման համար բաց է, սակայն ինչպես տեսնում եք, ոչ ինքը, ոչ իր տեղակալները, ոչ հիմնադրամի տնօրենը այստեղ չեն։ Նրանք այստեղ չլինելը նրանց բացատրվում է մեկ բանի մասին, նրանք ասելիք չունեն պարզաբանումներ, թե ինչու են բուժաշխատողները ստանում 2-ից 3 անգամ ցածր աշխատավարձ, ինչու են տնօրեններին հանձնարարել ապահովագրական արդեն իսկ ցածր աշխատավարձից ևս պահումներ կատարել, յուրաքանչյուր ամիս աշխատավարձային ֆոնդի 1/13-ի չափով։ Սա նոր բան է, միջայլոց, նոր հանձնարարական է, հերիք չի ցածր են աշխատավարձները, մի հատ էլ աշխատավարձային ֆոնդ են պահում, որ տարվա վերջում կարողանան արձակուրդային հաշվարկ անել, արձակուրդային ֆոնդ են պահում։ Եվ ինչու են բժշկական կենտրոնի տնօրենները բուժաշխատողներին ծանուցում, որ աշխատանքի նախկին էական պայման հանդիսացող աշխատավարձը այլևս չի կարող պահպանվել եւ եթե աշխատողը համաձայն չէ շարունակել աշխատանքը նոր պայմաններով, ապա նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու է աշխատանքային օրենսգրքի 109 հոդվածի առաջին մասի 9-րդ կետի համաձայն։ Պարզ ասած, բուժաշխատողին ասում են, եթե չես համաձայնվում աշխատել ավելի ցածր աշխատավարձով, դիմում գրի գնա։ Մի պայմանել են դրել, հանկարծ սոցիալական ցանցերում բողոք արտահայտող գրառումներ չանել, այլապես կազատվեք աշխատանքից, միայն գովեք նախարարին, գովելը խրախուսվում է։ Այսինքն, այն մարդկանց, որոնց ուսերին է դրված ամբողջ առողջապահական համակարգի բեռը, փաստացի առաջարկում են ընտրություն, կամ աշխատել ավելի վատ պայմաններով, կամ հեռանալ համակարգից։ Եվ ամենակարևորը, լռել, սա է ժողովրդավարությունը։ Իդեպ, նախարարը ասում է, որ սիրում է բուժաշխատողներին, սակայն այդ սիրով ոչ կարողանում են բուժաշխատողները վարկերը վճարել, ոչ ապրել։ Եթե ազգային ժողովի առողջապահական հանձնաժողովի նախագահը ասում է, բարձրագույն կրթություն չունեն,
Բայց իմ անցած տարիների մեջ սեր կա, առողջապահության նախարարը ասում է աշխատավարձ չկա, բայց ես ձեզ սիրում եմ։ Իդեպ նոր նախագահն էլ այսօր ինչպես տեսնում եք չկա։ Դրանով փաստում ենք, որ իշխանական կուսակցությունը, իշխանականները բոյկոտում են բժշկի ձայնը։ Այսօր ակնկալվում է կառուցողական քննարկում։ Մենք պատրաստվում ենք բարձրացնել բազմաթիվ կարևոր հարցեր, օրինակ, ինչ է նշանակում նախարարի հայտարարած նախազորակոչային և զորակոչային պեր կապիտա ֆինանսավորումը, երբ այդ տարիքի խմբերը արդեն ապահովագրված են կամ ինչ պետք է անի այն քաղաքացին, որի շտապ օգնության կանչը փոխանցվում է առաջնային օղակի, այն դեպքում, երբ նախարարը 2 օր առաջ հայտարարեց, որ տնային կանչերը ընդհանրապես հանում են։ Եվ վերջապես, որքան է հատկացվող դեղորայքի գումարը քաղաքացուն։ Եվ քանի որ այդ հարցերի պատասխանները չկա, ուստի այսօր միայն պետք է հստակ հայտարարություն հնչեցնենք։ Բուժաշխատողները մենակ չեն իրենց խնդիրների հետ եւ կառավարությունը պարտավոր է վերջապես նստել իրական, ոչ թե ձևական քննարկումների սեղանի շուրջ։ Կառավարությունը պարտավոր է պատասխանել ոչ թե հայտարարություններով, ռիլերով եւ անխոս ծաղրական տիկտոկյան գովազդներով, այլ փաստերով, որպեսզի բուժաշխատողները ստանան իրենց ուզող բոլոր հարցերի պատասխանները։ Շնորհակալություն։